Այս տարի հատուկ կարևոր էր եւ ռեֆորմային էր մեր պրոբացիայի ծառայության համար, ինչպես տեղյակ եք, 23 թվականի հունվարի 1-ից տնային կալանք եւ վարչական հսկողություն է կարողանում դատարանը կիրառել, ձեռք ենք բերել մոտ 800 համապատասխան սարքավորումներ, լեհական միջազգային առաջատար կազմակերպություն է եւ արդեն այսօր ունենք մոտ 900 պրոբացիայի շահառու, որոնք այսպես ասած չեն հայտնվել բանտում, որովհետև մեր ու ձեր իրականացված բարեփոխումների արդյունքում դատարանը հնարավորություն ունի նաև տնային կալանք եւ վարչական հսկողություն կիրառել։ Առաջին մի քանի ամիսներին տեխնիկական խնդիրներ ունեին կանխված, որ կեղծ ահազանգեր էր ստացվում, նաև ահազանգեր, որոնք իրական էին, բայց մեր մոտ չէր արտացոլվում, բայց արդեն վերջի եռամսյակում արձանագրում ենք, որ համակարգը շատ լավ աշխատում է։ Քրեակատարողական հիմնարկներում ունեցել ենք որոշակի բարեփոխումներ, սակայն այսպես ասած ռեֆորմային հաստատ չենք բնութագրի քրեակատարողական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, հիմնական շեշտը դրվելու է այս տարի հենց քրեակատարողական ոլորտում փոփոխությունների վրա, թե ներքին վարչարարության, թե կադրերի ատեստավորման արդյունքում տեղի ունեցող հիմնական փոփոխություններով, որովհետև տեխնիկական հագեցվածությունը իրականացվում է, բայց հիմնականը հենց մարդն է եւ քրեակատարողական ծառայողն է, որի վրա որ պետք է այդ ներդրումը արվի, իսկ ներդրման հիմնական միջոցը կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում դա ատեստավորման արդյունքում բարձր աշխատավարձով նորմալ որակով ծառայող ներգրավվել է, բայց այնուամենայնիվ 23 թվականին վերջնական գործարկվեց Արմավի քրեակատարողական հիմնարկում այդ տեսախցիկային վերահսկողական ինստիտուտը, որի արդյունքում բավականին շատ քչացել եւ շատ արագ հայտնաբերվում են բոլոր տեսակի հենց ՆերՔԿՀ կան հանցագործությունները, Սևան քրեակատարողական հիմնարկներում ունենք շենքի վերանորոգում, Աբովյան քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել է կանանց տեղամասը եւ նաեւ քրեակատարողական հիմնարկում օրենսդրորեն ներդրվել է ատեստավորման համակարգ։ Ազատազրկման ձևով պատիժ կրող եւ կալանավորված անձանց համար իրականացվել են կրթական ծրագրեր, նոր բարեփոխումների արդյունքում սովորելու իրավունքից օգտվել է 19 տարեկան 10 անձ, իսկ 19 տարեկանից բարձր, մինչև 19 տարեկան 10 անձ, իսկ 19 տարեկանից բարձր 138 անձ։ Նաև այս տարի պրոբացիայի եւ հարկադիր կատարման ծառայության ուղղությամբ պիլոտային ծրագրեր են իրականացել, դա շարժական տրանսպորտային գրասենյակներն են, այսինքն պրոբացիայի շահառուները ոչ թե գնում մտնում են մարդկանց տները, որտեղ մանկահասակ երեխաներ կան ու այդ գործառույթը իրականացնում են, այլ նոր կահավորված մեքենաներով գրասենյակներ են դրանք, հրավիրում են, մարդը գալիս է կոնկրետ վայր կամ իր բնակավայր ու այդ բոլոր գործառույթները իրականացվում են, նույնն էլ հարկադիր կատարման ծառայությունում ու մոտ սեպտեմբերին ամփոփելով արդյունքները կհասկանանք արդյոք պետք է շատացնել եւ այդ ֆիքսված գրասենյակների փոխարեն ամբողջությամբ անցնենք շարժականին։ Այլ ուղղությունների շրջանակներում կուզեմ հատուկ անդրադառնամ Մարդու պաշտպանության ազգային ռազմավարության նոր 2023-25 թվականի գործողությունների ծրագրի ընդունմանը, որը նույնպես քաղաքացիական հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում մշակված պրոդուկտ է, նաև մշակվել է շահագրգիռ մարմինների քաղաքացիական հասարակության եւ Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել է ընտրական օրենսգրքի փոփոխության լայնածավալ փաթեթ, օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Ամերիկայի հայ իրավաբանական միության կողմից վերջապես հիմնադրվել եւ Հայաստանում գործում է արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան նոր կենտրոնը եւ արդեն 100 օրյա, այսպես ասած, փորձաշրջանը կենտրոնը անցել է եւ ուրախությամբ տեղեկացնեմ, որ շուրջ 1000 պայմանագրերում, այսինքն
հազար մարդ, իրավաբանական անձ, կազմակերպություն, նաև միջազգային կորպորացիա վստահել է իր հարցի լուծումը հենց մեր նոր արբիտրաժի կենտրոնին, որի անունն է ԱՄՔ։ Օրենսդրորեն նախատեսվել է հնարավորություն բողոքարկելու բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործերով կայացված որոշումները, սա GRECO-ի ռեկոմենդացիաներից է, իրար հետ ենք աշխատել, հաջատեղյակ եք բոլորդ, որտեղ հենց ԲԴԽ-ում երկաստիճան բողոքարկման մեխանիզմ է ստեղծվելու։ Եվ նաև վերջում արձանագրեմ, որ այս հաշվետու ժամանակահատվածում նաև մեծացվել է քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնության տրամադրման ֆոնդը, մասնավորապես հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձային ֆոնդին ավելացվել է 15%, իսկ ավելացող միջոցներն ուղղվելու են հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրությանը։ Այս հարցը վերջնական կարգավորված չէր եւ ստացվում էր, որ 6-ից հետո հանրային պաշտպանները, այսպես ասած, իրենց բարի կամքի դրսևորում որպես գնում էին եւ իրավապաշտպան գործունեություն էին իրականացնում, հարցը վերջապես կարգավորվել է։ Թերևս այսքանը ամփոփ փորձեցի ներկայացնել, հիմա սիրով պատասխանեմ պատգամավորների հարցերին։ Շնորհակալություն։